Գնանք առաջ, Տիկին Ալավերդյան, կանք մեր օրեր, հետևում եք հավանաբար, չէ, եկեղեցուց ներս, եկեղեցուց դուրս իրադարձություններին։ Ուր են գնում այստեղ։ Ես ասեմ ձեզ, սկսեմ ոչ կարող է ոչ այդքան սպասելի ձևով այդ աղոթքի նախաճաշից։ Տեսեք, աղոթքի նախաճաշը դա ամերիկական մշակույթ է։ Ճիշտ է։ Եվ ինչու։ Պետք է հարց ծագի, չէ, ինչ բան է։ Հարցն այն է, որ Ամերիկայում ամենագերակշիռ այսպես դավանանքը դա բողոքականներն են, իսկ բողոքականները պլուրալիզմի, ոնց ասեմ ձեզ, ուղղակի ծառա են։ Եվ շատ հետաքրքիր է, որ որոշ տվյալներով, օրինակ Pew, այդպես է կոչվում, Pew դա եկեղեցու աթոռներն են, այդպես այդ անվանումը, բայց Pew Research Center, այսինքն հետազոտական կենտրոնը գրում է, որ Ամերիկայում 3,500-ից ավել դենոմինացիաներ կան, այսինքն դավանանքներ կան այդ պրոտեստանտների, այսինքն բողոքականների մեջ, ոչ քրիստոնյա ուղղափառների մեջ կա այդքան, ոչ էլ կաթոլիկների հասկանալ է, կաթոլիկները բոլոր դեպքերում ունեն միասնական կենտրոն Հռոմում։ Հիմա այդ բոլոր դավանանքները կամ դենոմինատները, նրանք որոշել են, որ ինչքան էլ մենք տարբեր ենք, որովհետև տարբեր մի փոքր բան են վերցնում, ասում են դա ճիշտ չի, մենք այսպես պետք է անենք եւ այլն, որ մենք մի քանի խնդիր ունենք։ Առաջին մենք բոլորս հավատում ենք Քրիստոսին, նշանակում է ունենք եւ միասնության խորքային հիմք։ Եվ երկրորդը կան աշխատանքներ, մասնավորապես բարեգործությունը։ Պետք է ասեմ, որ իրապես բողոքականների աշխատանքը համայնքների հետ նախանձելի է։ Հիմա ասեք, ինչու այդ հերվից եկաք։ Դե իմանայեք ոնց է, այդտեղ իրանք հավաքվում էին, որ գոնե տարին մեկ անգամ իրար հետ պայմանավորվեն եւ գնան առաջ։ Իրանք էլի գնան անկախ իրենց դավանանքներով։ Իսկ Հայաստանում դա հրավիրվել է ինչու համար, որտեղ նախ եւ առաջ ով է կազմակերպել կրոնական հասարակական կազմակերպությունները, արդյոք հայ առաքելական եկեղեցու դավանանքից ոչ, չէ՞ որ հրաժարվել են եւ այնտեղ հայ առաքելական եկեղեցու իդեպ մի քանի կազմակերպություններ կան Հայաստանում, որոնք որ հայ առաքելական եկեղեցասեր եւ այլն։ Դրանք եղել են բոլոր այն դավանանքները կամ դոմինանտները, որոնք որ այլ մշակույթ են բերել Հայաստան։ Ես ընդունեցի ձեր ասածը, բայց հիմա ասեք եւ ավարտենք դրանով։ Ինչ կապ ունի դա քաղաքական կոնյունկտուրայի հետ։ Ինչպես։ Քաղաքական կոնյունկտուրայի հետ ինչ կապ ունի մեր ներքին։ Քաղաքական կոնյունկտուրան դա մարդկային կատեգորիա է։ Իսկ բնական կատեգորիան դա այն զարգացումներն են, որոնք բերում են առ երևույթ այն ինչ որ դուք կոնյունկտուրա եք ասում։ Հիմա տվյալ դեպքում ես չեմ թաքցրել իմ կարծիքը 2018 թվականի սեպտեմբերից ես անընդմեջ ասում եմ, որ երբ որ ասում են այս իշխանությունները եկել են ու չգիտեն ինչ ծրագրով, ես մերժել եմ դա։ Իրենք եկել են շատ բարձ ծրագրով, այդ ծրագրի մասին կարելի էր տեղյակ լինել եւ հայկական ժամանակ թերթերից եւ այլ աղբյուրներից։ Դրանք եկել են երկու, այսպես ասած, փուլով նպատակների համար։ Առաջինը օր առաջ հանձնել Արցախը Ադրբեջանին, որովհետեւ այդպես էր։ Հիմա ինձ չմեղադրեք, որովհետև ասել, չէ, ասել եմ մենք պետք է հայտարարել Արցախ Հայաստանը։ Ասել եմ որ մենք պետք է 18 թվականին դա ասենք։ Ես ինքս ասել եմ դա։ Այդ ժամանակ ժողովուրդը ասում են իմ ասածի տակ ինչ որ բաներ էր գրում, որ ինձ վրա այդպես չի ազդում։ Ես միշտ ժողովրդի կողքին կանգնած եմ եւ պատրաստ եմ ինչ կարող եմ օգնել։ Բայց դա հստակ էր։ Եվ երկրորդ նպատակը դա Հայաստանի ամբողջովին աշխարհաքաղաքական կողմնորոշումը փոխելն է եւ իդեպ էլի դուք էլ լավ ավելի կհիշեք որ եւ առաջին նախագահի ժամանակ էին ասում որ մենք ապրում ենք այն պետությունների հետ հարևանությամբ որոնց հետ պետք է
բարեկամություն ունենանք եւ այլն եւ այլն։ Ես չգիտեմ ինչ գնով պետք է դա տեղի ունենար։ Չէ, ապրել հարևանությամբ ենթակա լինել այդ երկրներին, դրանք տարբեր բաներ են։ Շատ շնորհակալություն։ Ես էլ միշտ ասում եմ, կներեք, դուք ինձնից ավելի լավ հարևանություն անող եք ադրբեջանցիների հետ։ Չկա տենց մարդ Հայաստանում։ Ցույց տվեք, ես ուղղակի գլուխ գովամ։ Ես հանդիպել եմ ադրբեջանցիների հետ տասնյակ տարի, ես 4 անգամ գնացել եմ Բաքու, ունեցել եմ ուղիղ եթեր, ունեցել եմ ուղիղ խոսք եւ որևէ մեկը ոչ վիրավորական իրենց հանդեպ, ոչ նսեմացնող հայերին խոսք է լսել, որովհետեւ դա կա, այդ դաշտը կա։ Այդպես չէ, որ նրբանկատությունը պահանջում է սուտասություն, չկա այդպիսի բան։ Մի քիչ գնացինք շատ ցավոտ տեղ են գնում, բայց էլի չէ, խնդիր չկա, գիտեք, դա մեր կյանքն է։ Ես դեր պայտարումով Արցախի գործող իշխանությունների մեղքը տեսնում եք այս մթնոլորտում։ Իհարկե։ Ես ասեմ դες ինչու, ուրիշները ինչ որ ասում են, ես չգիտեմ, կոռուպցիա բան կներեք էլի։ Չէ, ես դրա մասին չեմ խոսում։ Նայեք, ուրեմն Արցախի հարցը, որ դրվել է միայն զուտ ինքնորոշման իրավունքի դաշտը, դա կոպիտ սխալ է։ Ու ես դու այնքան լավ է որ ինչպես ասում են չեմ թաքցրել այդ կարծիքը անմիջապես առաջի իսկ օրվանից 90-ական թվականներից մենք պնդում էինք մի խումբ փորձագետներով որ այստեղ այդ process-ը չէ որը օրինակ Կատալոնիա Իսպանիա օրինակ է համար Քվեբեկ Կանադա բոլորովին դա չի այստեղ ցեղասպանական քաղաքականությունի փրկվելու ճանապարհը միակն էր դա անկախությունն էր ու մենք անընդմեջ ես եւ падգամավոր ժամանակ եմ դա փորձել անել անընդհատ փորձում ենք տեղափոխել ինքնորոշման իրավունքը իհարկե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ինքնորոշված չէ Այդ ինչ մի ստացվում է որ նոր է ինքնորոշվում Այսինքն ես գտնում եմ որ այստեղ այդ խնդիրը կար եւ նրանք ավելի շուտ համաձայն էին Հայաստանի Հանրապետության իշխանությունների ուղու հետ եւ երկրորդը որ որպես չճանաչված սուբյեկտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մի քանի օղակներ ուներ որով խողովակներ որով կարող էր դիմել թե ՄԱԿ-ին թե Եվրոպայի տարբեր իրենք դա չեն արել իրենք իրենց մասնակի սուբյեկտությունը միջազգային իրավական սուբյեկտությունը հասկանալի Երևանի գլխից չեն տրվել դե եթե ասում նայեք դա չի արվել այնպես որ ես դա միշտ ասել եմ ու չեմ թաքցնում հիմա էլ